Շաբաթվա հաջորդ կարելի է ասել, որ վերջին 400 տարիների մեր հոգևոր կյանքի գլխավոր իրադարձություններից մեկը 1.5 միլիոն նահատակների սրբադասումն էր էջմիածնում երկու կաթողիկոսների, երկու վեհապար հայրապետների մասնակցությամբ։ Հայկ, ասացեք, խնդրեմ, ես որքան հասկանում եմ, սրբադասումից հետո մեծ հաշվով պետք է վերաիմաստավորվի այն ձևը եւ այն կերպ, ինչպես մենք նշում ենք ապրիլի 24-ը։ Եթե առաջ դա հիշատակի, խոնարհումի եւ որոշակի առումով սքի օր էր, ապա հիմա արդեն պետք է օրը վերափոխվի։ Ես ճիշտ եմ հասկանում։ Իհարկե օրը վերափոխելու մասին մենք չենք կարող խոսել, դա եկեղեցական կանոնակարգի մեջ կարող է օրացույցի մեջ փոփոխություն լինի, համապատասխան անվանում, ինչպես ունենք սրբոց նահատակած, այս դեպքում ունենք նաև մեծ եղեռնի զոհերի սրբադասում եւ ունենք նահատակների օր, դերևս այդպես կկոչվի, այստեղ խոսքը չի գնում եկեղեցական օրացույցի եւ աշխարհիկ օրացույցների համանուշ լինելու մասին, բայց այլևս փաստ է, որ երկար տարիներ ընդմիջումից հետո հայ առաքելական եկեղեցին սրբադասեց մեծ ողբերգության զոհերին, առանց նշելու նրանց թվականները։ Այո, հավաքական։ Ի վերջո, երբեմն կարծիքներ են հայտնում, որ կային նաև նրանց թվում կաթոլիկներ, ավետարանչականներ, ոչ առաքելական եկեղեցու հետևորդներ։ Ես կարծում եմ, սա ծայրահեղ դատողություններ են, որտեղ այստեղ զոհը, ցեղասպանության թիրախը բոլորն էին անկախ դավանական պատկանելությունից։ Եվ այստեղ փորձել առանձնացնել կամ առանձնանալ մի փոքր անընդունելի է, կարծում եմ, որ տվյալ դեպքում մենք խոսում ենք հավաքականության մասին, այլ ոչ թե բաղդատվածության մասին, եւ տրվել նման դատողություններին գոնե ինձ համար անընդունելի է։ Կարծում եմ հայ առաքելական եկեղեցին շատ ճիշտ որոշում կայացրեց եւ դա ուրախալի է, որ կայացվեց համընդհանուր որոշման արդյունքում։ Իսկ սրբադասումների պահով գիտեք, որ մենք ունենք նաև զոհեր, հոգևոր առաջնորդներ կաթոլիկ, որոնք նույնպես սրբադասվել են կաթոլիկ եկեղեցու կողմից, իսկ ինչպես ընդունված է ասել հոգևոր հայրերի շրջանում, եկեղեցին մեկն է։ Շնորհակալ եմ, ես առաջարկում եմ դիտել Ների Հարությունյանի ամփոփիչ ռեպորտաժը սրբադասման մասին, պետք է նկատել, որ այս սրբադասումը, որ նվիրված էր եւ մեծ հաշվով սրբացրեց 1.5 միլիոն նահատակներին որպես մեկ հավաքական ամբողջություն, շատ կարեւոր էր նաեւ եկեղեցական արարողակարգերի համար, որովհետեւ 400 տարվա ընդմիջումից հետո ի վերջո վերականգնվեց ոչ միայն այն արարողակարգը, որով որ պետք է սրբադասվեն, այլև գրվեց նոր հոգևոր երաժշտություն, զարդարվեց նոր եկեղեցագիտությանը, կրոնագիտությանը։ Այդ իմաստով սա նաև բավականաչափ կարևոր է նաև հայ առաքելական եկեղեցու պատմության համար։ Ավելի մանրամասն կպատմի Նելի Հարությունյանը։ Սրբադասման արարողությունը սկսվում է լույսը բացվելուն պես, առավոտյան պատարագիչ ժամեր անց թափորը շարժվում է դեպի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի բաց խորան։ Տասնութերորդ դարից այս կողմ հայ առաքելական եկեղեցին սրբադասում չէր իրականացրել, վերջին հռչակված սուրբը Մովսես Տաթևացի հայրապետներ։ Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման մասին խոսվում էր դեռևս 20-ական թվականներից, հարցը քննարկվում էր նաև 60-ական եւ 80-ական թվականներին, վերջապես 2014-ին կայացած եպիսկոպոսատ ժողովի որոշմամբ սրբադասման կարգը վերականգնվեց։ Բաց խորանում տեղադրված մասունքների մի մասը բերվել է Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսությունից, մյուս մասն էլ դեռ 1965 թվականին բերվել էր Դերձորից։ Ցեղասպանության նահատակների վկայաբանության ընթերցումից հետո հնչում է հռչակագիրը, որով նահատակները դասվում են հայ առաքելական եկեղեցու սրբերի շարքը։ Սրբադասում են հայոց ցեղասպանության նահատակներին եւ հռչակում են ապրիլի 24-ը Հիշատակ սրբոց նահատակած Օրնեցեք մանկուն կստեր եւ օրնեցեք սանուն Սրբադասման արարողության ժամանակ կարևոր է նաև նահատակներին նվիրված սրբապատկերների օծումը։ Հավաքական պատկերները նախ փողազերծվում են, հետո երկու հայրապետները դրանք օծում են հատուկ կարգով։
Սրբադասման արարողությանը հատուկ խորհուրդ ունի նաև Սրբոց նահատակած շարական կանոնը։ Կիլիկիո հայոց կաթողիկոսարանի միաբան Զարեհ arքեպիսկոպոս Ազնավուրյանն այն գրել էր 25 տարի առաջ հատուկ ապրիլյան նահատակների համար։ Հավանաբար Սրբազան հայրը տեսիլքն է ունեցել եւ ստեղծել է այսպիսի մի շարականի կանոն նվիրված հայոց ցեղասպանության նահատակներին, որտեղ որ տեսնում ենք հարության հույսը, տեսնում ենք պահանջատիրությունը, տեսնում ենք նաեւ այն լուսաշող վիճակը, որ հատուկ է յուրաքանչյուր սրբադասման։ Սրբադասման արարողությանը հետևում է ամբողջ քրիստոնյա աշխարհը։ Պատմական այս պահը լուսաբանելու համար Հայաստանում են ավելի քան 70 լրատվամիջոցների ներկայացուցիչներ տարբեր երկրներից՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Ռուսաստան, Լիբանան։ Մեր ժողովրդի միլիոնավոր զավակներ ծրագրված կերպով տեղահանվեցին եւ ջարդի ենթարկվեցին։ Անցան հրի ու սրի միջով ճաշակեցին տանջանքների ու վշտի դառը պտուղները, սակայն սոսկալի նեղությունների մեջ մահվան հանդիման մնացին Քրիստոսի սիրով զորացյալ։ 100 տարիներ մենք հիշեցինք ձեզ, ով սրբացած նահատակներ հայոց։ Պիտի շարունակենք հիշել ու հիշեցնել, եւ մանավանդ աշխարհեն պիտի պահանջենք հավատարիմ ձեր սրբազան գդակին արդարություն մեր ժողովրդի բռնապարված իրավունքներու վերականգնում։ Սրբադասման արարողությունն ավարտվում է խորհրդանշական 19:15-ին ու հենց այդ պահին ամբողջ աշխարհը լցվում է եկեղեցու ղողանջներով։ Տոնական 100 զանգերը հնչում են Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ու արձագանքվում հայկական մյուս եկեղեցիներում։ Աշխարհի տարբեր անկյուններից 100 ղողանջով հայ առաքելական եկեղեցուն են միանում նաև բոլոր քրիստոնյա եկեղեցիները։ Հայ առաքելական եկեղեցու 700 սրբերին գումարվեց ևս մեկ հավաքական 1.5 միլիոն սուրբ։ Նրանց խորհրդանշող երկու սրբապատկերներից մեկը կպահվի Անտիլիասում Մեծիտանը Կիլիկիո կաթողիկոսությունում, մյուսը կմնա Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Նելի Հարությունյան, Հայկուհի Ասատրյան, ժամը լրատվական։